գուցե հենց որ Կապանը եւ Գորիսը ռմբակոծում էր, մեզ էլ պետք է հասներ, ես չգիտեմ այդ ով էր այդ ամեն ինչը վերաբաշխում, բայց ուզում եմ ասեմ այդ պատերազմի ահավոր այդ ամեն ինչը մենք տեսել ենք, բայց մենք չենք ստացել ոչ մի տեսակի օգնություն, որտեղ Լաչինից այս կողմ չի եղել սահմանային գոտի, վերջին սահմանային գոտին Արցախ ավտոնոմիայի համարվել է Լաչինը, մենք այս կողմ ոչ մի բան չենք տեսել, հետո ուսանողական տարիներին ձեզ ասեմ, որ ես բազմաթիվ անգամ վերաբնակեցման ծրագրերով դիմել եմ ընդեղ, վերջը եւ այլ, աշխատանքի համար եմ դիմել եւ այլ, Արցախի գյուղերում ինչպես է, ես շատ եմ եղել, ասենք պատերազմից հետո նենց էր, որ այդ բոլոր տարածքներում մի հատ մելիքական ընտանիք գրավում էր մի հատ գյուղ կամ այդ շրջան, ամուսինը բանկի տնօրենն էր, կնիկը դպրոցի տնօրենն էր, աղջիկը մանկապարտեզի տնօրենն էր, ոչ մի ձև անգամ աշխատանքի դու չէիր կարող այնտեղ ընդունվեիր, թեկուզ գյուղ է կամ չգիտեմ նույն Լաչինն է, մեկն է, դա իհարկե իշխանությունների մեղքն էր, բայց ուզում եմ ասեմ, նենց էր զավթած այդ ամեն ինչը, այն կարգի էր զավթած, որ ամեն մի գյուղ կամ սենց մի բան տված էր մի հատ ընտանիքին եւ մենք էլի ոչ մի ձև այդ Արցախի ամեն ինչի արտերը գյուղից գյուղ արտակցած ինչ որ մի հատ մեծահարուստի որը տեղում էլ չի Մոսկվաներում նստած է եւ այլը մենք այն ժամանակ էլ չենք այդ հաղթանակի ոչ մի բանը ոչ տեսել ենք ոչ օգտվել ես ձեզ ասում եմ իմ սեփական օրինակով ոչ անգամ այնտեղ գործի եմ կարացի ընդունել ոչ վերաբնակեցման ծրագիր ոչ մի բան ամեն տեղ ինչ որ ձև էլի գումարի խնդիր որ պետք է մաղար իսկ արցախահայերը իրական արցախահայերը գյուղերում որոնք իրոք ապրում են գյուղերում ոչ թե ընդ Ստեփանակերտում են շուբաներով սաղը դե տեսած կլինեք իրական արցախցիները գյուղերում չքավոր սոված հավը ձու էր ածում մարդիկ չգիտեին այդ ձուն տանեն խանութ օճառ բերեն լվացքի փոշի 2 ժամ տանտիկինը մտածում էր տաներ այդ հավի ձուն խանութ ինչ բերեր այսինքն այդ մարդիկ էլ չեն օգտվել են ինչ որ մեծահարուստները եւ այլն Քարորիա պատերազմը ես էլի եղել եմ Ստեփանակերտում ամբողջ ժողովուրդը տագնապած մեր ստեղի ջոկատները բոլորը ես իմ ճանաչած բոլոր մարդիկ հայաստանցի բոլոր մարդիկ եղել են ընդ առաջնագծում նորից եմ ասում իմ ճանաչած բոլոր տեսակի երևանցի գորիսեցի չգիտեմ կապանցի բոլոր մարդիկ քարորիա պատերազմին բոլորը իրանց ջոկատներով եղել են ընդեղ ու սենց իրենց մի կտորը պահելու համար հիմա ինչի են այս մարդիկ այսպես տրամադրված որտեվ երբ որ պրծել է այս մի պատերազմի ավարտից հետո դժոխքը որը մեր Հայաստան պետության մեջ սկսվել է իսկ իրական դժոխքը Հայաստան պետության մեջ սկսվել է պատերազմից հետո իրանք չեն տեսել Այնտեղ հակարի կամուրջա փակվում, այդ սովն է, այդ տանջանքն է, իրանք այդ ամեն ինչը տեսնում են եւ մտածում են, որ ստեղ մարդիկ լավ վիճակում են, բարվոք վիճակում են, բայց այն դժոխքը, որը պատերազմից հետո եղել է կոնկրետ Հայաստան պետության մեջ, արցախցիները դա չեն տեսել, այն հասարակ ապրող արցախցիները, գյուղերի արցախցիները իրանք չեն տեսել։ Դրա համար իրանք մտածում են, որ ինչ որտեղ մենք իրանք չօգնեցին կամ մենք ենք մեղավոր եւ այլ, իսկ Հայաստանում իրական դժոխք էր, իրական դժոխք, կառավարության դեմ ծնողները ոռնում էին, թավալվում էին գետնին, ասֆալտին, գնում են հերացի ասում են ձեր երեխեն զոհվել է, ասում չէ իմ երեխեն չի զոհվել, չէին ընկալում, որ ասենք, այտենց բան կա, դե դիերի այդ ամեն ինչը սառնարաններում, եռաբլուրում բոլորը տեսել եք ինչ էր կատարում, պատերազմից հետո Հայաստանում մի հատ դժոխք է, Արցախահայերը դա չեն տեսել, Արցախահայերը հետո են եկել, հետո Այսինքն այն բանից հետո, երբ որ ռուսը նրանց պետք է այնտեղ պահեր, պաշտպաներ եւ այլ, հետո են եկել
այն դժողքը, որ մենք անցանք, հայաստանցիներս անցանք այս պատերազմից հետո եւ հնդածս անընդհատ անցնում ենք, չէ՞։ Մարդիկ չեն տեսել, իրանք իրանց գյուղերում նստած իրանց գործին են եղել։ Հիմա եկել են ստե վրանի մեջ նստած ինչ որ մարդիկ, Արտակ Բեգլարյան ջան, 9 ամիս որ հակարի կամուրջը փակ էր եւ սով էր Արցախում, դու ինչ էիր Հայաստանում։ Ես կոնկրետ եկել եմ Մակի գրասենյակի դեմ, երբ որ ցույց էր Արցախահայերի համար հակարի կամուրջը փակվել էր, ես կոնկրետ ընդե կանգնած եմ եղել, Մակի գրասենյակի դեմը Երևան քաղաքում։ Դու ինչի էիր ընդե։ Դու խիչ էիր բա Արցախում, Արցախահայերի հետ։ Է որ մարդիկ սովի մեջ, խանութներում ոչ մի բան չկա։ Դու Երևանում էր, չէ՞։ Երևանում տակ-տակ նստած, հիմա էլ ընդեղ էր ցույց անում, Երևանում Մակի գրասենյակի դեմը ցույց էր անում։ Ես էլ եմ ընդեղ եղել, Մակի գրասենյակի դեմ, բայց եթե դու արցախցիների պաշտպանն ես, իրանց մարդու իրավունքների նախկին պաշտոնյան դու ես եղել, բա դու խիչ էիր այդ ընդեղ, հետաքրքիր է, խիչ էիր ընդեղ Արցախահայերի հետ։ Մենք ստե ցույցը կանեինք, ոչինչ։ Դուք էլ ընդեղ մնայիք։ Չէ, քեզ սենց կառավարական տանում էին, բերում էին, տանում էին, բերում էին, չէ։ Ստեղ լավ էր, տաք էր։ Հիմա էլ նստել եք այդ վրանում ու մտածում եք, որ սենց պահանջներ կարաք ներկայացնեք։ 30 տարի Գյումրեցին մինչև օրս սուս ու փուս ապրում այդ դոմիկի մեջ, փտած, անձրև ա գալի վերևից կաթում է։ Գյումրի հələ գնանք ու տեսեք մարդիկ դոմիկի մեջ ապրում են 30 քանի տարի սուսարած, դե ասում են պետությունը հարմար կլինի կտա, ոչինչ։ Երևանում բազմազավակ ընտանիքներ նկուղային հարկերում ապրում են, նկուղային հարկերում։ Ես 15 տարի ապրում եմ Վարձով, 15 տարի։ Պատերազմից հետո եկել եմ սահման, Հայաստանի վտանգավոր կետը եռաթև շրջապատված թշնամիներով, բոլոր բարձունքների նստած է թշնամին, բայց ինձ ասում են քեզ տուն չի հասնում, բայց ես համաձայն եմ, ասում եմ ինձ տուն մի տվեք, բայց տվեք արցախցիներին։ Ես 2 ձեռով համաձայն եմ, ինձ տուն պետք չի, ես այս Վարձով տանել յոլա կգնամ, թող իմ տունը տան արցախցիներին, էլ ինչ անենք ձեր համար, ձեզ է տուն տալիս են, տան գումար տալիս են, բոլորի տալիս են, էլ ինչ եք ուզում։ Ասում եմ 30 տարի Գյումրեցին նստած է դոմիկում, 30 տարի, սերնդե սերունդ տալիս է արդեն 3-4 սերունդն է գալի, մարդը նստած է դոմիկում, մի հատ պահանջ, մի անգամ չտեսանք ցույց անեն, մի անգամ չտեսանք մի հատ պահանջ ներկայացնեն։ Կառավարությանը կամ նախկին կառավարությանը կամ եւ այլը, մի անգամ պետությանը մի բան չասեցին այդ մարդիկ, դե ո՞ց չհարգես իրանց։ Ամեն ձևի ձեզ օգնում են, մեզ պատերազմին տվել են մի հատ սպիտակ մոմ, մի հատ կաթի փոշի, էդ ա եղել, всё։ Ամեն ձևի ձեզ օգնում են, աջակցում են։ Այսօր կառավարության բանը լսեցի, այդ հարցազրույցը էր սոցիալնախարարության փոխնախարարի հետ, ասեց հիմա էլ ենք օգնում, բայց պետք է իրանց ընդհանուր զամբյուղը հաշվենք։ Եթե ընդհանուր զամբյուղը մարդը 55,000 դրամից քիչ է ընկնում, մենք էլի իրանց օգնում ենք։ Նենց չի, որ ընդմիշտ է կատարվել, էլի պետք չի խաբել ժողովրդին։ Ընդհանուր զամբյուղը հաշվելու են, ովքեր որ օլիգարխ են, որ աղի հանքեր ունեն Երևանից դուրս, ամբողջ Արամի փողոցը Երևանին ամենակենտրոնական սիրտը Երևանի համարյա առել նստել են, նրանց ինչ օգնություն տան։ Մնացածի զամբյուղը հաշվելու են, մարդը 55,000 դրամից ցածր է, ձեր զամբյուղի ամեն մարդու թիվը տալիս են։ Գումար են տալի, տունը սարքի, չգիտեմ, ինչ ես ուզում, բոլորը ձեզ օգնում են, բարերարերը ձեզ օգնում են, օլիգարխները ձեզ 20,000 դրամ, տան վարձս չեմ կարող մուծեմ, երդվում եմ ձեզ 20,000 դրամային, տան վարձս, բայց ես համաձայն եմ, տանտիրոջ ասում եմ, լավ, մյուս ամիսը կտամ, ոչինչ, կարևորը ստեղ լնեմ, սահմանին լնեմ, պետությանս մի մարդ ավել լնի, բայց մենք ամբողջ կյանքը մի լավ օր չենք տեսել։ Ես իմ օրինակով եմ ասում, մնացած մարդկանց հետ գործ չեմ, մենք ամբողջ կյանքը պատերազմի մեջ ենք, ամբողջ կյանքը, ինչի համար, Արցախի համար։ Տուն պտի տան, ես ասում եմ, ինձ մի տվեք արցախցիներին տվեք, ես համաձայն եմ, թող ինձ տուն չտան, ձեզ տան, բայց մի ասեք թշնամի,
մի արեք անենց բաներ, որ արդեն ուժային կառույցը հելնի ձեր դեմ։ Դուք էլ աշխարհին ձեր ամենագլխավոր նպատակը ի՞նչ է, որ դուք ուզում եք աշխարհին ցույց տաք, որ մեր իշխանությունը ժողովրդավար չի։ Այդ մեկը չեք կարալու ցույց տաք, ես ձեզ ասեմ։ Շատ այդ հրապարակում տարանգի պարեք, չգիտեմ, այդ վրանի ժողովրդով, էդի բոլոր արցախահայերին չի վերաբերվում։ Վրանի ժողովրդով մի երկու տարանգի պարեք, չգիտեմ ինչ, ուժային կառույցներն էլ բան կանեն, որ ինչ որ անօրինական բաներ չանեք, բայց այն որ դուք ուզում եք աշխարհին ցույց տաք, որ մեր պետությունը կամ մեր իշխանությունը ժողովրդավար չի, այդ մեկը չեք կարալու, որտեվ եռաբլուրում 1000 անգամ այդ նույն իշխանությանը անվանեցին թուրք, երեսին թքեցին, թաշկինակով սրբում էր, թաշկինակով, բայց մի բառ, մի թարց բառ մեկին չէր ասում։ Ոնց կարաս դու այդ իշխանությանը ոչ ժողովրդավար հանես Ամերիկայի կամ եսի Մակրոնի աչքում կամ էմեկի, ցույց եք ուզում անեք, արեք, միջև անօրինական, հակապետական որևէ քայլ, բայց որ ինձ լսեն արցախցիները, քանի տան փողերը տալիս են, վերցրեք այդ փողերը, տները կառուցեք, մինչև տեսնենք ինչ հալնում։ Մենք մեր կյանքը ամբողջ մի կյանք տվել ենք Արցախի համար, էլի ենք տալու։ Մենք էլ չենք փակում այդ թեման, այնպես չի փակել ենք, մոռացել ենք։ Տա ոնց կարանք մոռանանք, մի ամբողջ կյանք պատերազմի մեջ ենք։ Բայց դե հնարավորություն ա, իշխանությունը քեզ տալիս ա տուն գնելու հնարավորություն։ Դու ասում ես հրապանը, այնտեղ դպրոց չկա, մանկապ, ամեն ինչ կա։ Ամեն ինչ կա։ Մեր կողքի գյուղում հիմա դպրոց ա կառուցվում, նոր, ընդհանուր էս մի 3 գյուղերի համար, ժողովուրդ ջան, հատուկ մանկական ավտոբուս ալնելու, որը երեխեքին ամեն նոր տանելու է, բերելու է, դպրոցում լինելու են միայն մասնագետներ, իսկական, ոչ թե ինչ որ գյուղի, ստեղից ընդեղից ով գործ չունի գնա պարապի, հատուկ մասնագետներ, բոլորը ատեստացիան անցած, որ գյուղի երեխեն ոչ մի բանով իր կրթական ծրագիրը չտարբերվի, ասենք, քաղաքի երեխու կրթական ծրագրից, խմբակները գործում է երեխեքի համար։ Հանքերը կա, եկեք աշխատեք, ուզում եք դիրքապահ եղեք, ինչն ա ձեր սրտով, գյուղատնտեսական ծրագրերը կա։ Ինչ եք ուզում, էլի, ինչ եք ուզում, մենք ինչ ունենք, որ տանք ձեզ, այն գյումրեցին ինչ ունի, որ տանք ձեզ, այն Շիրակի մարզի գյուղերը աղքատության երևի չգիտեմ, ամենացածր աստիճանն է, ամենացածր, իսկ դու Արտակ Բեկլարյան, սսկվի նստի տեղդ, այնքան բան կասեմ, այնքան բան, ես քեզ մենակ մի բան եմ ասում, որ ընդ սով էր ու կամուրջը փակված էր, դու խի էիր Երևանում, դու Երևան ինչ էիր ան, հիմա էլ մենք ձեզ թշնամի ենք համարում, հա, այս ժողովուրդը տանջվել է, այս ժողովուրդը ամեն ինչ տվել է, ամեն ինչ, էս հա վիճակը, Հայաստանն ենք զորով պահում, ամեն օրը, որ լուսացնում ենք պատերազմը, չի սկսել դեռ, բոլորս էլ ամեն ինչ հասկանում ենք, որ սա խաղաղություն չի եւ այլ, հա, ասենք պետությունը հələ տանում է այդ գիծը, ասում է խաղաղություն, միջև տենա ինչքան կարա ձգի, բայց ամեն օրը բոլորս էլ որ լուսացնում ենք, արդեն էդի մեր համար մի հատ չգիտեմ ինչա, ու ինչի համար էս ամեն ինչը, ինչից սկսեց Արցախից, որովհետեւ սովետ միությունը կռվախնձոր բոլոր տեղերն էլ տենց հա, չէ՞ անում սովետական միության այդ քարտեզի վրա, անդե Աբխազիա, անդե ուրիշ բան, ստեղ Արցախը կռվախնձոր սարքեց, որպես երկու ժողովուրդներ իրար հանդեպ թշնամանան եւ այս դժողքը չվերջանա։ Մենք հիմա լրիվ ուրիշ պլաններ ունենք, ես ձեզ ասեմ, լրիվ ուրիշ պլաններ, Հայաստանի ժողովուրդը ուզում է կառուցի հզոր Հայաստան, ուզում է ստեղծի անենց Հայաստան, որ էլ ոչ մեկը մտքում չունենա հարձակվի Հայաստանի վրա։ Մեր ամբողջ ժողովրդի իրական այն սրտի մտադրությունը էդ է։ Տուն, մուն, սոցիալական, չգիտեմ, այդ ասում խոսում ենք, բայց ընդհանուր բոլորով մենք իրական Հայաստանը ուզում ենք պահենք, իրական Հայաստանը, բացենք մեր հարևանների հետ կոմունիկացիաները,
եւ հզորացնենք այս երկիրը, որ էլ ոչ մեկի մտքով չանցնի Հայաստանի վրա հարձակվել։ Մտքերով չէ, մենք պետք է այդքան ուժեղանանք։ Թե դուք ինչ պլաններ ունեք, այդ ես չգիտեմ։ Եթե ուրիշ պլաններ ունեք, որևէ մեկ ուզում է գնա Արցախը հետ բերի, ես ձեր հետ գալիս եմ։ Ոտով են գնում, ոտով եմ գալիս։ Ոնց եք գնում, գալիս ենք։ Եկեք գնանք, բա հեյ կառավարության դեմն եք նստել։ Եկեք գնանք, եթե որևէ մեկը 10 հոգի կգան դե կկանգնի, կասի գնում ենք գրավենք, ես գալիս եմ, եկեք գնացինք, բայց եկեք կառավարության դեմը նստել եք, գյուղերը չեք գալի, սահման չեք գալի, չգիտեմ, ինչա ձեր ուզածը, ինչա, իշխանության փոխվելը, այդ չեք կարալու, այդ շատ մարդ ա ուզում, ժողովուրդը ընտրություն կկատարի, իրավական պետության մեջ արդար ընտրությունով կընտրի ում որ կուզի, ստացեք անձնագրերը դուք էլ ընտրեք, պրծավ, թատրոնը էլի նայելու ենք պրծնելու, ոչ մի բան, բայց շատ զգուշ եղեք ձեր խոսակցականի մեջ, վրանի ժողովուրդ, այդ հրապարակի վրանում նստած ժողովուրդ, շատ զգուշ եղեք ձեր խոսակցականի մեջ, որտեվ դուք լրիվ արդեն կարմիր գծերը հատում եք ու սրա վերջը հեչ լավ չի, ես ձեզ ասում եմ, հեչ լավ չի։ Մեր երկիրն էլ մնալու է անկախ Հայաստան, անկախ, ստե Պուտինի տորթեր չի լնելու, ու Պուտինի դրոշակով ես իմ ինչ է, ստե չի լնելու, մենք այս գոհ ենք, չի լնելու տենց բաներ, անկախ իրավական ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն։